Շարունակում ենք մեր աշխատանքը առաջինի եթերում այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը Բաքվի Ադա համալսարանում անցկացվող դեպի նոր աշխարհակարգ թեմայով միջազգային ֆորումի ժամանակ մի շարք հայտարարություններ է հնչեցրել, որոնք այդ թվում նաև վերաբերվում են Հայաստանին եւ Հայաստանի հետ հարաբերությունների հեռանկարին։ Ալիևը մասնավորապես հայտարարել է, թե խաղաղության պայմանագրի հարցում գնդակը Հայաստանի Հանրապետության դաշտում է եւ խոսել է վստահության համապնդման փոքր քայլերից։ Այս եւ այլ շատ կարևոր հարցերի շուրջ մենք այսօր խոսելու ենք Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ։ Բարև պարոն Սարգսյան։ Ասոբարին։ Պարոն Սարգսյան, գնդակը իրոք Հայաստանի դաշտում է։ Ոչ, գնդակը Հայաստանի դաշտում չի, հասկանալի է թե Ալիևը ինչի է նման ռետորաբանություն բանեցնում, բայց ես նաև դրական է վերաբերվում այս ռետորաբանությունը։ Ինչի է բանեցնում, մի հատ քայլ առ քայլ փորձեն գնալ։ Նման ռետորաբանություն է բանեցնում, որովհետև իր վրա ճնշումները մեծացել են խաղաղության համաձայնագրի 17 կետերը համաձայնեցնելուց հետո եւ աշխարհում ով չի ալարում հանդիպելուց կամ զրուցելուց ասում է շատ լավ է որ նման հաջողության եք հասել, դե ստորագրեք այդ փաստաթղթը։ Ու քանի որ ինքը փաստաթղթի ստորագրմանը այդքան էլ կողմ չի, մեղմ ասած կողմ չի, այո, ինքը փորձում է դրա չստորագրելու պատճառները վերագրել Հայաստանին, բայց հիմա ռետորաբանությունը փոխվել է եւ այդ ռետորաբանությունում այլևս ուժի դիրքերից չի խոսում, այլ ընդհակառակը ասում է, որ դե իրատեսական չի, որ միանգամից հարաբերությունները կլավանան, կբարեկամականան, բայց ընդառաջ քայլեր անել է պետք ժամանակի մեջ այդ հաղթահարելու։ Այսինքն Ալիևի մոտ որոշակի փոփոխություններ այդ առումներ կան ու դրանք պատահական չեն։ Ինչն է դրական այս ռետորաբանության մեջ։ Դրականն այն է, որ ինքը չի խոսում այլևս երկաթե բազուկի ուժով խնդիրները լուծելու, միջանցքը ուժով վերցնելու, ուժով պարտադրելու եւ այլնի մասին, այլ խոսում է, որ Հայաստանի Հանրապետության հանրության հետ խաղաղության հասնելու հնարավորություն կա, այդ խաղաղությունը դուր կբացի ամբողջ տարածաշրջանի համար, որ հոգեբանական խնդիրներ կան, որոնք միանգամից հաղթահարելու չեն, բայց ժամանակի մեջ որպես առաջին քայլեր արժի այդ ուղղությամբ անել։ Պես նախկին ռետորաբանությունից խիստ տարբերվում է, այո։ Ալիևը շարունակում է այսօր էլ այդ մասին խոսել, հղումներ անել Հայաստանի սահմանադրության վրա, որը որ պետք է փոփոխվի, որպեսզի Ադրբեջանի նկատմամբ ըստ իրեն տարածքային որևէ նկարտումներ չլինեն Հայաստանի կողմից։ Ես այստեղ շատ լուրջ վտանգ եմ տեսնում, ինչու, որովհետև Ալիևը հիմար չի, ինքը շատ լավ հասկանում է, որ եթե նույնիսկ այսօրվա մեր կառավարությունը, ղեկավարությունը որոշի այդ հարցը ներառել սահմանադրական հանրաքվեի մեջ, հա, որպես կետ օրակարգի, ժողովուրդը գնալու է եւ ոչ է ասելու։ Այսինքն սա մի ճանապարհ է, որը տանում է դեպի փակուղի։ Արդյոք սա չի նշանակում, որ Ալիևը իր մեջ արդեն որոշումը կայացրել է, որ գոնե տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր Հայաստանի հետ չի ստորագրելու, եւ եթե իրոք մենք գնանք այդ քայլի ներառենք եւ ժողովուրդը գնա եւ ոչ ասի, ինչ հետևանքների դա կարող է բերել եւ արդյոք դա Ալիևին թույլ չի տա իր տրամաբանության եւ մտածելակերպի սահմաններում հայտարարել, որ ամբողջ հայ ժողովուրդը ռևանշիստ է, ամբողջ հայ ժողովուրդը ցանկանում է Ղարաբաղյան խնդիրը պահել ջրի երեսին եւ այդ Հայաստանի վրա Հայաստանն այն երկիրն է, որը արժանի է դենացիֆիկացիայի, դեմիլիտարիզացիայի եւ այլ հիմարությունների։ Խնդրեմ։ Պիտի ասեմ հետեւյալը, որ Ալիևը միանշանակ կողմնակից էր ուժի դիրքերից Հայաստանի այդ խնդիրը լուծելու եւ միջանցքը բացելու։ Բայց Ալիևը չկարողացավ դա անել, ինչու չկարողացավ, այստեղ պարամետրերին չանդրադառնամ, հիմնական պատճառը արտաքին ճնշումներ երևացող մասով Միացյալ Նահանգներից, իհարկե կար նաև եվրոպական ճնշումները։ Այսինքն այնպես չի, որ Ալիևը այն ինչ որ ասում է, այդ ասածները ամբողջությամբ կարողանում է իրականություն դարձնել։ Աշխարհակաղակական իրավիճակները ստիպում են Իլհամ Ալիևին իր նախկին ասածներից հրաժարվել։ Եվ ես համոզված եմ, որ այն պատրվակը, ինչը բերում է ինքը Հայաստանի Հանրապետության սահմանադրության փոփոխության առումով, ինքը միջազգային հանրության մոտ ընկալում չի ունենում, եւ այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների վրա ճնշումներ չկան, թե գնացեք ու ձեր սահմանադրությունը փոխեք։
Ընդհակառակը ճնշումներ կան Ալիևի վրա, որ համաձայնեցրել եք 17 կետը, հետևաբար ստորագրեք։ Տրամաբանական առումով նաև նման պահանջ դնելը ես համարում եմ անհեթեթ, ինչու, որովհետև ենթադրենք գանք այս տեսակետից, որ Հայաստանի Հանրապետությունը դնում է սահմանադրության հանրակրվե եւ այդ հանրակրվեն անցնում է։ Եվ այդ հանրակրվեն անցնելուց հետո Հայաստանը 1-2 տարի այնքան է ուժեղանում, որ հարձակվում է Ադրբեջանի վրա։ Ինչ սահմանադրությունը խանգարելու էր ուժեղանալուց հետո հարձակվելու, կամ հարձակվելուց հետո Ալիևն ինչ է անելու, դիմելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին, կամ դատարանին ասել է Հայաստանի Հանրապետության իշխանությունները խախտել են Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը, այսինքն սահմանադրության փոփոխությունը զրո երաշխիք է, որ Հայաստանը հետագայում ռևանշիստական որևէ քայլ չանի։ Ավելի լուրջ երաշխիք է, որ այն ինչ որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցնում են այդ 17 կետերը, դրանք ստորագրեն եվրոպական 5 երկրների, 4 երկրների ներկայությամբ, այն ինչը պատրաստում էին անային Գրանադայում, որի են Ալիևը չգնաց, կամ դա ստորագրեն Միացյալ Նահանգներում, Միացյալ Նահանգների նախագահի հովանու ներքո։ Դա շատ ավելի լուրջ երաշխիք է, որ հայերը հետագայում չեն հարձակվի, կամ Ադրբեջանը հետագայում Հայաստանի վրա չի հարձակվի, քան որևէ սահմանադրության փոփոխություն։ Այս պարզունակ բան է, որը կարծում եմ աշխարհում բոլորն էլ հասկանում են ու դրա համար Հայաստանին չեն ճնշում, թե գիտես ինչ գնա ու սահմանադրություն փոխի։ Ավելին բոլորը հասկանում են, որ Ալիևը պատրվակներ է բերում ու սահմանադրության փոփոխությունից հետո էլ լրացուցիչ պատրվակ է բերելու, որ այդ փաստաթուղթը չստորագրի, որովհետև Ալիևը ուզում է ուժային գործոնը դեռ ուժի մեջ պահել, բայց կան գործընթացներ, որոնք միանշանակ որոնցից հետևություններ անելով Ալիևը գալու է նրան, որ հիմա հնարավորինս արագ Հայաստանի հետ այդ թուղթը ստորագրը։ Օրինակ բերեմ, իմ կարծիքով մենք պիտի ազգովի հիմի շատ ցանկանանք, իսկ այն մարդիկ, ովքեր հավատավոր են եւ աղոթում են ասում, որ շաբաթ օրը Միացյալ Նահանգներ եւ Իրան այդ հանդիպման ժամանակ Օմանի հանդիպման ժամանակ այո ընդհանուր հայտարարի գա Միացյալ Նահանգներն ու Իրանը։ Դա շատ մեծ մարտահրավերքը չէ։ Գիտեք, նման համաձայնությունը տարածաշրջանը կտրուկ կփոխի միանգամից եւ այս պարագայում եթե համաձայնության կան Ալիևը միանշանակ կգա փաստաթուղթը։ Ինքը կլինի համարում եք շահագրգռվածը։ Ինչու՞։ Որովհետեւ Ադրբեջանի հիմնական դերը Իրանի դեմ Իսրայելի կողմից պլազդարմ դիլելն է։ Երկրորդ դերը էներգետիկ ռեսուրսներ ունենալը։ Եթե Միացյալ Նահանգներ եւ Իրան ընդհանուր հայտարարի են գալու, որից հետո արդեն պայմանագրերը գնալու են Իրանի ունեցած բնական ռեսուրսները համատեղ շահագործելու եւ այլնի առումով, այստեղ արդեն այդ պլազդարմի գործոնը չի աշխատում։ Երկրորդ, եթե հաշվի առնենք Ադրբեջանի ունեցած էներգետիկ ռեսուրսները Իրանի հետ համեմատենք, այստեղ համեմատելու եզր չկա։ Այսինքն էներգետիկ ռեսուրսները միանգամից տարածաշրջանում կեժանանան ու կեժանացնի Իրանը։ Այդ էներգետիկ ռեսուրսների որոշակի մասը կշահագործի Միացյալ Նահանգները, իսկ դա ինչ է նշանակում։ Դա մի բան է նշանակում, որ հյուսիս-հարավ ճանապարհը գործելու է եւ այն անցնելու է Հայաստանով ու Վրաստանով։ Ու այստեղ մեծ գումարներ ու մեծ ներդրումներ կլինեն։ Եվ առնվազն 3, 4, 5 տարի հետո մենք կունենանք բացարձակ այլ տարածաշրջան, որտեղ հիմնական լոգիստիկ ճանապարհները անցնելու են Հայաստանով։ Այսինքն սա այնպիսի խնդիր է լուծում Հայաստանի համար, որին Ադրբեջանը չի հակադրվելու։ Այլ Ադրբեջանը փորձելու է այդ գործարքի որոշակի մաս դառնալ ու համաձայնելու է խաղաղության համաձայնագիր ստորագրելու, մոռանալու է այն պատճառներն ու պատրվակները, ինչ Հայաստանի համար բերում է, երբեմն այդ բարձրաձայնելու է սեփական ժողովրդի ու ներքին լսարանի համար, բայց ընդհանուր համատեքստում ինքը ուզեն ցանկանալու է, որ տարածաշրջանում Միացյալ Նահանգների սկսած ու Եվրոպայի սկսած ընդհանուր խաղի մաս դառնալ։ Ձեր այս նշած հեռանկարի ֆոնին Ալիևը հայտարարում է հետևյալը. Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների եւ տրանսպորտային ուղիների համար։ Ադրբեջանից նավթի, գազի կամ այլ բեռների փոխադրումն անցնում է Վրաստանի տարածքով։ Հայաստանը կարող է լինել այդ գործընթացի մի մասը։ Դա իրենց սխալն է։ Սա մանիպուլյացիա է։ Ոչ։
Իլհամ Ալիևի նկատի ուներ հետևյալ խնդիրը, որ Միացյալ Նահանգներ ու Իրան միշտ թշնամիներ են լինելու եւ բոլոր ճանապարհները պիտի շրջանցեն Իրանը եւ նաեւ քանի որ այդ ճանապարհները պիտի շրջանցեն Իրանը, հետեւաբար պիտի շրջանցեն նաեւ Ռուսաստանը։ Իսկ եթե շրջանցում ես Իրանն ու Ռուսաստանը, այլ ճանապարհ քան Ադրբեջանով անցնելու, քան այդ ճանապարհները, որ պիտի անցնեն Ադրբեջանով, չկա։ Այսինքն ինքը ի նկատի ունի մի պարագա, որ Իրանն ու Միացյալ Նահանգները պիտի լինեն թշնամի։ Դրա համար էլ ես ասում եմ, մենք պիտի աղոթենք, որ Իրանն ու Միացյալ Նահանգները դառնան բարեկամ։ Ու այդ ժամանակ Ադրբեջանի դերը կտրուկ կնվազի, ու ես հուսով եմ, որ Հայաստանի Հանրապետության իշխանություններից որևէ մեկը մի 10 տարի հետո այդ նույն նախադասությունը, ինչը Իլհամ Ալիևն ասում է Հայաստանի մասով, նույնը կասի Ադրբեջանի մասով, որ սխալ գնահատեց իրավիճակը եւ դուրս մնաց տարածաշրջանային գործընթացներից։ Ընդ որում պիտի ասեմ, որ լոգիստիկ առումով, ճանապարհների առումով Հայաստանն ունի նույնքան հնարավորություններ, ինչքան Ադրբեջանը։ Իհարկե Ադրբեջանը նաև մեծ կարծիքյան երկիր է եւ Կասպից ծովի հետ Կասպից ծովով նաև սահմաններ ունի որոշակի երկրների հետ, բայց Մեծ Մերձավոր Արևելքի, Հնդկաստանի, Չինաստանի եւ այլն այս ուղիների առումով Հայաստանը լուրջ լոգիստիկ հնարավորություններ ունի եւ այդ լոգիստիկ հնարավորությունները վաղ թե ուշ օգտագործվելու են։ Ու դա բացարձակ կախված չի Ադրբեջանի կամ Թուրքիայի կամքից։ Տեսեք, դուք նշում եք, պարոն Սարգսյան, որ լոգիստիկ առումով նույն հնարավորություններն են, բայց փորձենք քարտեզը պատկերացնենք հիմա, հա, վիզուալ Ադրբեջանը դա մի օղակ է, որը կապում է Եվրամիությունը, Եվրոպան, Միջին Ասիայի, Կենտրոնական Ասիայի հետ։ Դա ահռելի տարածք է, բոլորը հասկանում են, որ այստեղ գլխավոր, հա, թիրախը դա Կենտրոնական Ասիան է, 5 մեծ բավականին երկրներ իրենց ռեսուրսներով, որոնց պետք է կտրել Ռուսաստանից եւ Չինաստանից։ Սա ռազմավարական նպատակ է ԱՄՆ-ի համար, կարծում եմ նաեւ Եվրամիության համար, այստեղ բոլորի շահերը համընկնում են։ Հիմա Ադրբեջանը օղակ է այդ ճանապարհին, Հայաստանն էլ է օղակ, բայց տեսեք, Ադրբեջանից, հա, երկու ճանապարհ կա, Հայաստան եւ Վրաստան, իսկ Ադրբեջանը միակն է, այլ ընտրանք չկա։ Արդյոք այս հարցում, այս հարցը չէ, որ Ալիևը ամենամեծ խնդիրն է, որը նա փորձում է վաճառել բոլորին, եւ այսպես ասած չի համաձայնվում ստորագրել խաղաղության պայմանագիր բոլոր գործընթացները տորպեդահարելով եւ ներկայացնելով իր դերը Ադրբեջանի դերը որպես բացառիկ դերակատար, որի համար բոլորը պետք է վճարեն կրկնակի գին, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի այս լոգիստիկ հնարավորությունները հավասար չեն։ Հայաստանինը եւ Վրաստանինը հավասար են, իսկ Ադրբեջանինը ոչ։ Պիտի ասեմ, որ մինչեւ այսօր նման մոտեցումը գործել է եւ Ադրբեջանը այդ կիրառել է, բայց Ադրբեջանը այդ լոգիստիկ օղակն է դառնում, երբ փոխադրվող բեռները ու ճանապարհները կտրում են Կասպիսը, այսինքն ծով ցամաք լոգիստիկ տեղափոխություն է տեղի ունենում, իսկ աշխարհը ցանկանում է հնարավորինս քիչ ծով ցամաք տեղափոխություն անել, որովհետեւ Ասենք Միջին Ասիական Հանրապետություններից եթե գալիս է, ինքը կամ պիտի ցամաքայինով մտնի Իրանով, Ռուսաստան, Իրան, Կասպից ծով, երրորդ ճանապարհը չկա։ Գիտեք, Ռուսաստան, Իրան, Իրանից ինքը կարող է մտնել Թուրքիա, ինչի՞ է ուրիշ ճանապարհ չկա։ Իրանից կարող է մտնել Հայաստան, ինչի՞ ուրիշ։ Իրանով պիտի գա, չէ։ Իրանով պիտի գա, այո, դե իմ ասածն էլ հենց դա է, որ մինչև այսօր, քանի որ Իրանը խաղից դուրս էր ու Իրանը համարված էր իզգոյ ու Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցների տակ էր, Ալիևի ասածը ճիշտ է, բայց եթե Իրանը մտնում է խաղի մեջ, Ադրբեջանի այդ ձեր թվարկած գործոնը զրոյանում է, ընդհակառակը իր պարամետրերը դառնում են ավելի վատը, որովհետև պիտի ցամաքից եկող բեռները մտնեն Կասպից ծով, Կասպից ծովը անցնեն, հետո նավից նորից դուրս գան ցամաք, հետո նոր ցավակով շարունակեն, հետո էլ այդ տեղով Վրաստանով երբ որ իջնում են, գնում են լեռնային ճանապարհներով, իսկ այդ ճանապարհները շատ ավելի թանգանում են։ Իսկ եթե Իրանի այդ խնդիրը լուծվում է, ընդհանրապես Ադրբեջան չի մտնում։ Մտնում է Իրան, Իրանից մտնում է Հայաստան, Հայաստանից Վրաստան, այդպես է գնում։ Մտնում է Իրան, Իրանից մտնում է Թուրքիա, Թուրքիայով գնում է, հասնում է, չգիտեմ, մինչև Միջերկրական ծով, մինչև Սիրիա, Թուրքիայով գնում է մինչև Բուլղարիա, Ադրբեջանը խաղից դուրս է մնում։ Լավ, այդ դեպքում իսկ Թուրքիա մտնելու ճանապարհը այստեղ Հայաստանն ունի լուրջ առավելություն,
որովհետև Թուրքիա մտնելու ճանապարհի առումով այն մասը, որը որ Նախիջևանից մինչև Մարգարանկաց հատվածում, այդ մասում Թուրքիան երկաթգիծ չունի, 240 կիլոմետր երկաթգիծ չունի։ Ասեմ Թուրքիան շահագրգռված էլ չի եղել այդտեղ երկաթգիծ կառուցել, որտեղ հիմնականում քրդաբնակ են, չի ուզում որ այդտեղ ներդրումներ անեն։ Իսկ փոխարենը Երասխավանից մինչև Մարգարա երկաթգիծը կա։ Այսինքն անիմաստ է երկաթգիծ կառուցել Արաքսի այս մի ափով, երբ որ այն մի ափում երկաթգիծը կա, ուղղակի այդտեղ բարենորոգումներ է անել պետք, հետևաբար այդ երկաթգիծը Թուրքիա կարող է մտնել Մեղրի, Նախիջևան, Երասխավան, Մարգարայից մտնի Թուրքիա, ու այդ կերպ Թուրքիայով գնա, ու բոլոր նախագծերը, միջանցքի նախագծերը, որոնք նայում եք, բոլորը այդ ճանապարհով են։ Ինչ խոսք, պարոն Սարգսյան, շատ կարևոր են Օմանում բանակցությունները, որոնք մենք բոլորս սպասում ենք, բայց եկեք նաև հիշենք, թե ինչ փաստաթուղթ է դրված սեղանին, ինչ փաստաթուղթ է ուղարկել Թեհրան Թրամփը, որքանով ինձ հայտնի է, այնտեղ կա նույնիսկ կետ, ըստ որի ոչ թե ՄԱԳԱՏԵ-ի, ինսպեկտորները, հսկիչները պետք է հսկեն իրանական միջուկային օբյեկտները, հենց ամերիկացիները։ Այսինքն դա մեծ հաշվով ուլտիմատում է, դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ Որքանով է հավանականս ձեզ, որ այսպիսի տրամադրվածությամբ Թրամփի հետ այաթոլլաների իշխանությունը կկարողանա պայմանավորվի եւ ինչ ընդհանուր եզրեր նրանք կարող են գտնել եւ ամենակարևորը ինչ կոմպրոմիսների կարող են գնալ, որպես այս խնդիրը բնականաբար ես չեմ համարում, որ շաբաթօրը հանդիպում են ու հետո իրար հետ համբուրվում են։ Իրենք ընդհանրապես չէին հանդիպում։ Իրենք ընդհանրապես այդ թեման փակեր։ Իրենք ընդհանրապես զորքերը բերել էին առաջին պատրաստվածության, իսկ Միացյալ Նահանգները օվկիանոսում արդեն իր նավատորն էր եւ տարբեր տեղերում իր օդային ուժերը բերել էր համապատասխան պատրաստության Իրանին հարևան երկրներում, որ կարողանար այդ ուղղությամբ քայլեր անել։ Հիմա մարդիկ գնում են հանդիպման, սա առաջին քայլն է։ Ինչի կհամաձայնեն։ Ինչքանի կհամաձայնեն։ Իմ համար ակնհայտ է, որ խնդիր գնալու է համաձայնությունների ճանապարհով, որ այն սպառնալիքները, ինչ անում էր Միացյալ Նահանգները, այդ սպառնալիքները անում է մաքսիմալը փոկելու, բայց քայլ-քայլ մոտենում է խնդիրը բանակցային ճանապարհով լուծելուն, որտեղ նույն Թրամփը հայտարարում էր, որ ուղիղ բանակցություններ հակառակ դեպքում Իրանը շատ լուրջ խնդիրներ կունենա։ Հետո ինքը հայտարարեց, որ ուղիղ բանակցությունները ավելի լավ են, քան միջնորդավորվածը։ Այսօր ինքն ասում է, որ մենք ամենաբարձր մակարդակով բանակցում ենք Իրանի հետ։ Այսինքն անուղակի բանակցությունը անվանում է ուղակի։ Հակառակ դեպքում չէր գնա, չէ՞, ասեր ուղիղ բանակցություն չստացվեց, վերջ Իրանը պետք է պատասխան տա։ Ես համարում եմ, որ սա այն առաջին քայլն է, որը ժամանակի մեջ լուծելու է խնդիր։ Իսկ որ ինքը ժամանակի մեջ լուծելու է խնդիր, սրանից հետևություն է անելու թե Հայաստանը, թե Ադրբեջանը։ Մեր հետևությունները որոնք են ըստ Գիտեք, մեր հետևությունները հետևյալում են, որ տարածաշրջանում միայն Ռուսաստանն ու Թուրքիան չեն, որ տարածաշրջանում ներկա է Միացյալ Նահանգները եւ Միացյալ Նահանգները այս տարածաշրջանում ուզում է իր ազդեցությունը մեծացնել։ Հետևաբար մեր աշխատանքները Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի հետ պիտի էլ ավելի ակտիվացնել։ Պարոն Սարգսյան, շատ կարևոր բան ասացիք, ԱՄՆ-ի դերակատարումը ազդեցությունը տարածաշրջանում մեծանում է։ Արդեն կոտրվել է մեկ միֆ, որ Թրամփը վերադարձավ Սպիտակ տուն, միֆ կար, չէ, որ Թրամփը իզոլյացիոնիստ է, Ամերիկան փակվելու է, բոլոր տեղերից դուրս է գալու, այդ թվում նաև մեր տարածաշրջանից, տարածաշրջանը ընդհանրապես հանձնելու է Ռուսաստանին։ Սա կարծես թե առաջին միֆը կոտրվեց եւ հիմա կա նաև երկրորդ միֆը, դա հայկական հասարակությունում, հայկական, չգիտեմ, քաղաքագիտական կներեք արտահայտության համար մտքի արգասիկ է, որ Ռուսաստանի հետ է կիսելու վախենում եմ այդ բառը ասել աշխարհը։ Սա էլ է միֆ, ես իրականում վստահ եմ։ Ձեր կարծիքով ինչ հեռանկարներ ունեն ռուս-ամերիկյան բանակցությունները, մանավանդ որ Ստամբուլում մեկնարկում է նրանց հերթական փուլը, որը կարծես թե Ուկրաինայի մասին չէ, այդ երկկողմանի
հարաբերությունների զարգացման բարելավման մասին է։ Թրամփը հիմնականում տնտեսական քաղաքականության վրա է շեշտը դնում եւ իրականում ամերիկան տնտեսական քաղաքականության առումով լուրջ վերափոխումների խնդիր ունի։ Խնդիրը նրանում չի, որ ես կիսում եմ ամբողջությամբ պարփակված ինքնասպասարկող պետության գաղափարը։ Ինչ որ առումով ցանկացած պետություն պիտի փորձի իր պահանջները մաքսիմալ սպասարկել, բայց դեռ անհիշելի ժամանակներից մարդիկ կարավաններով, մետաքսի ճանապարհով, ով ինչ ուներ, իրար հետ փոխանակում էին, առևտուր էին անում եւ այս մոտեցումները չեն կարող գլոբալ առումով մեծ արդյունքների բերել։ Ռուսաստանը մեծ երկիր է բնական լուրջ ռեսուրսներով եւ ռեսուրսների այնպիսի պաշարներով, որոնք աշխարհում եղած պաշարների առումով լուրջ ազդեցություն ունեն ու իրենց իզոլացված լինելը կամ չմասնակցելը գնային քաղաքականության վրա լուրջ ազդում է։ Եթե ասենք համարենք, որ ռուսական նավթն ու գազը դուրս է գալիս ընդհանրապես էներգետիկ շուկայից, էներգետիկ, իսկ դա աշխարհի հարստություն է, միայն Ռուսաստանինը չէ։ Էներգոկիրների գինը կտրուկ թանկանում է, նույնն է ալմաստի առումով, նույնն է ալյումինի առումով։ Եվ այս առումով Թրամփը փորձում է թե Իրանի բնական հարստություններից օգտվել, թե Ռուսաստանի բնական հարստություններից օգտվել։ Ու այս բանակցությունները այդ համատեքստն ունեն։ Նման մոտեցումն էլ ոգևորում է Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը գովազդող քաղաքական ուժերին ու տևերին, ինչը էլի ես շատ բնական եմ համարում ու նորմալ է, այնպես ինչպես արևմտյան քաղաքականությունը դրական համարող քաղաքական ուժերը այդ ուղղությամբ են հույսեր կապում եւ այդ ուղղությունն ենք մեկնաբանում, իրենք էլ հակառակ ուղղությունն են ներկայացնում։ Ինչքանով դա իրականություն կդառնա, ինչ ժամանակի մեջ եւ ինչ արտաքին քաղաքական ազդեցություն կունենա տարածքները բաժանելու առումով, այստեղ ամբողջությամբ կիսում եմ ձեր տեսակետը, համարում եմ դա միֆ։ Ռուսաստանը չունի քաղաքական այն պոտենցիալը, որով ինքը պիտի տարածաշրջանում շահեր կիսի եւ ազդեցություն ունենա տարածաշրջանում ընթացող քաղաքական գործընթացների մեջ։ Ռուսաստանի ընդհանուր մոտեցումների հետ սկսել է հաշվի չնստել նաեւ Ադրբեջանը, Վրաստանը ընդհանուր առմամբ խաղում է այդ համատեքստում, Հայաստանը ռուսական այս կարգի կախվածության պարագայում, որ ունի տնտեսական, էներգետիկ եւ այլը, վերցրել է այլ ուղղություն եւ որոշումներ է կայացնում եւ որոշակի փաստաթղթեր է ստորագրում։ Այսինքն Ռուսաստանը ինքն էլ է ընկալել, որ Լեռնային Ղարաբաղի կորստից հետո իրեն այս տարածաշրջանում կապող կամ իր ներկայությունը այստեղ ապահովող այլևս գործոն չկա եւ ինքը չի հակադրվում այս տարածաշրջանից դուրս գալուն։ Ինքը ուզում է այս տարածաշրջանից դուրս գալը մաքսիմալ թանկ վաճառել այն երկրների վրա, մասնավորապես Թուրքիայի, կարող է նաեւ ինչ որ չափով Իրանի եւ իհարկե Եվրոպայի ու Միացյալ Նահանգների վրա։ Հետեւաբար այս համատեքստում Ռուսաստանի ազդեցությունը կարող է գործել մի պարագայում։ Եթե ինքն աշխատեցնում է ներքաղաքական գործոնը, այսինքն օպերացիա, որի անունն անվանում Իվանիշվիլի, իրենք կարող են հայկական օպերացիա, որի անունը Իվանիշվիլի է։ Իսկ նման օպերացիաները իրենք ինչպես են կիրառում։ Իրենք ակտիվացնում են ներքին 5-րդ շարասյունը եւ փորձում են սահմաններին որոշակի լարվածություն ձևավորել։ Փառք Աստծո, մենք Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չունենք, բայց Ռուսաստանը կարողանում է մեր սահմաններին այդ լարվածությունը ավելացնել Ալիևի միջոցով։ Ալիևը իր սեփական շահերից ելնելով այդ կամ ավելացնում էր կամ չէր ավելացնում։ Տխուրը նրանում է, որ այսօր Ալիևի շահերից բխում է այդ լարվածությունը մեծացնել, անկախ նրանից Ռուսաստանը այդ պատվերը կբերի, թե ինչու, թե չի բերի։ Ինչու է իր շահերից այդ բխում, որովհետև իրեն նորից կրկնեմ, ով չի ալարում, ասում է համաձայնել ես դե գնա ստորագրի, որպեսզի այդ ճնշումները, որ գնա ստորագրի, այդ մոռացության տա, ինքը հորինում է սահմանային լարվածությունները, ինքը հորինում է կրակոցները, որը ներքին առումով պիտի սպասարկի ներքին 5-րդ շարասյան կազմակերպած հանրահավաքներին, բողոքներին, Արցախի հարցով խնդիրներին եւ այլը, որի արդյունքն էլ պիտի բերի նա, որ Հայաստանի Հանրությունը պիտի ամբողջությամբ հիասթափվի գործող իշխանություններից, որոնց արևմտյան վարած կամ վերջին շրջանի արած ինչ-ինչ քայլերը հապկում սառեցնելը եւ այլը Ռուսաստանին դուրս անելը եւ համաձայնագրի ստորագրելը դիտա
դիտարկվի որպես վնաս Հայաստանի եւ հետագայում Հայաստանում ունենա իշխանություն, որը ըստ էության ռուսական համատեքստում է, բայց որը Իվանիշվիլի նման չի բարձրաձայնում, որ ինքը ռուսական համատեքստում է։ Ու այս առումով բնականաբար մեր հանրության մոտ իհարկե սահմանային կրակոցները որոշակի զայրույթ առաջացնում են եւ ոչ միայն Հայաստանի Հանրապետության բնակչության մոտ, ընդհանրապես աշխարհով մեկ ապրող ողջ հայության մոտ ես բազմաթիվ նամակներ եմ ստանում ու վստահեցնում եմ ձեզ, չկա աշխարհում որևէ հայ մարդ, ով չուզենա, որ այդ կրակոցներին շատ պինդ հակադարձի, որ իսկապես քիթ բերաններին տա, որ նրանք վերջապես դադարեցնեն այդ Վանո Սիրադեղյանի ասած մեյմունությունները, գիշերները օդ կրակելը։ Բայց այստեղ մի հարց կա։ Այդ հարցը հետևյալում է. այդ քիթ բերանին տալուց հետո ինչ կլինի։ Ինչքանով մենք կարող ենք դիմակայել եւ ինչքան ժամանակ դիմակայելու ներուժ ունի հայկական պաշտպանության նախարարությունը կամ բանակն այսօր։ Էմոցիաների ժամանակը չէ։ Էմոցիաներին տրվելու ժամանակ։ Գիտեք, ես կարծում եմ, որ մեզ ուժեղանալ է պետք։ Իսկ ուժեղանալու համար ժամանակ է պետք։ Ադրբեջանին 26 տարի պետք եկավ, որպեսզի այդ ժամանակում ինքը կարողանա ուժեղանալ ու հայտ ներկայացնել։ Ես գուցե լավ կարծիք եմ մեր ժողովրդի մասին, ես կարծում եմ, որ մեզ կրկնակի կամ անգամ երրակի կարճ ժամանակ է պետք մեր ներուժն ու պոտենցիալը հաշվի առնելով։ Եվ ես կարծում եմ, որ այս առությամբ, այս ուղղությամբ որոշակի քայլեր արվում են։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները զենք են գնում Ֆրանսիայից, Հնդկաստանից, այլ տեղերից։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները քաղաքական ամրությունն ապահովելու համար, ասենք ընդառաջ ազգային ժողովում օրենքի նախագծով ընդունում են ԵՄ-ի հետ միավորման գործընթաց սկսելը, դրան օրինական ուժ են տալիս։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները Միացյալ Նահանգների հետ ռազմավարական գործընկերության խարտիա են ստորագրում։ Ուրիշ խնդիր է արագ են անում, դանդաղ են անում, ուրիշ խնդիր է բանակի, ասենք, վերափոխումները լավ են անում, ճիշտ ուղղությամբ են տանում։ Սա թողում եմ մի կողմ, բայց որ այդ անում են, այս փաստ է։ Ինչ են անում Հայաստանի իշխանության հակառակորդները, նախկին իշխանությունները։ Իրենք ասում են, չէ, մենք զենք պիտի գնենք, մենք պիտի գնանք Պուտինի մոտ, իրենից հասկանանք նախ ինչ է ասում, հետո զենք պիտի գնենք Ռուսաստանից, հետո մեր անվտանգությունը կարող է ապահովել միայն Ռուսաստանը, տեսեք Ռուսաստանի հետ է բանակցում Միացյալ Նահանգները ու վերջում Միացյալ Նահանգները Ռուսաստան են որոշելու Հայաստանն ինչ է անելու, թե ոչ։ Ու այստեղ ինչ ենք անում մենք։ Մենք շատ պարզ բան ենք անում։ Մենք հակադրվում ենք Ռուսաստանի գործողություններին Հայաստանի ներսում, մենք ասելով ի նկատի ունեմ ինձ, ձեզ, դեպի արևմուտք, դեպի Եվրոպա նայող են քաղաքական ուժերին։ Մենք կոշտ հակադրվում ենք ռուսական այս մոտեցումներին, մենք փորձում ենք այս գաղափարախոսության սնանկությունը ներկայացնել եւ որոշ դեպքերում էլ Հայաստանի Հանրապետության իշխանություններին ստորագրահավաքի տեսքով ժողովրդի մասնակցությամբ պարտադրում ենք ինչ-ինչ փաստաթղթեր ընդունել եւ ճիշտ ենք անում։ Պարոն Սարգսյան, այս ամենի համատեքստում ինձ մոտ հարց է առաջացել։ Դուք ասում եք, մեզ ժամանակ է պետք ուժեղանալու համար, հզորանալու համար, շատ կարևոր մի նկատառում հստակեցում, ինչի համար, նպատակը որն է մեր, ինչ ենք մենք անելու, երբ որ ուժեղանանք եւ հզորանանք, դա մեկ, եւ երկրորդը, ես այս հարցը իզուր չէ որ տալիս եմ, ես տեսնում եմ ռուսական առանձին գործակալների, հա, միջոցով հասցվող մեսեջները Հայաստանին, Հայաստանի հասարակությանը, տեղեկատվական տիրույթում, որ հեսա գալու է ժամանակ, երբ որ Ռուսաստանը կարող է փոխվել եւ դուք հնարավորություն եք ունենալու Արցախը հետ վերցնել Ռուսաստանի օգնությամբ, որովհետեւ Ադրբեջանը շատ է համահանում, հա, դա շատ կարճ։ Դե մենք էլ դա տեսնում ենք եւ ուզում ենք Ադրբեջանի մրցին տանք ձեր միջոցով։ Այսպիսի տեղեկատվական հոսքերը, հա, եւ մեր իրական նպատակները որքանով են համատեղելի եւ ընդհանրապես մեզ սա պետք է այս պահին, ինչի համար ենք մենք ուժեղանում, ինչ ենք մենք ուզում դրանով հասնենք, մենք եկեք մի հատ հասկանանք, էլի մեր ազգային նպատակը որն է, որովհետև սա իմ անձնական մոտեցումն է, ես բավականին շատ եմ այդ մասին խոսել, ես կարծում եմ, որ մենք այս բոլոր տարիներին Ղարաբաղյան պատերազմից հետո սպասարկել ենք, դա այդպես է ստացվելու, զենք թե չուզենք, Ռուսաստանի շահերը Ղարաբաղում։
Եվ վերջում մենք հայտնվեցինք կոտրած տաշտակի մոտ, որովհետև մենք չենք արել այնպես, ինչպես դա պահանջում էին մեր ազգային շահերը Ղարաբաղի հարցում։ Խնդրեմ։ Ինչի՞ մեզ պետք է ուժեղանալ։ Այս հարցը շատ բարձ պատասխան ունի։ Մեր ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Ոչ ռևանշի։ Մենք այսօր ունենք համար մեկ խնդիր անվտանգության։ Անվտանգության ապահովումը փաստաթուղթ ստորագրելով չի։ Անվտանգության ապահովումը համազոր պատասխան տալու ունակությամբ է։ Եթե դու կարող ես համապատասխան եւ համազոր պատասխան տալ, քո դեմ արդեն չեն խոսում ուժի դիրքերից։ Հետևաբար խաղի մեջ մտնում է բանակցային գործընթացը։ Բանակցությունների ժամանակ քեզ չեն պարտադրում քո սահմանադրությունը փոխել, որտեղ դու ասում ես կոնն էլ փոխի։ Իսկ հիմա ինչի՞ չես ասում։ Չես ասում, որովհետև այդ դեպքում խաղության փաստաթուղթը կմտնի փակուղի, չէ՞։ Իշխանությունների ներկայացնածն եմ ասում։ Այսինքն բանակցային գործընթացում քո հետ խոսում են հավասարը հավասարին։ Հիմա մեր հետ չեն խոսում հավասարը հավասարին, որտեղ իրենք ուժային առավելություն ունեն։ Դրա համար մեզ պետք է ուժեղանալ։ Ես նույնիսկ օրինակներ եմ բերել։ Ասել եմ այնպես ինչպես հայ ծնողները նախկին իշխանությունների պարագայում փող էին տալիս, որ իրենց երեխան չընկնի եղնիկներ, երբ ադրբեջանցի ծնողները գումար կվճարեն, որ իրենց զավակները չընկնեն, ասենք Ղափանի կամ Սյունիքի այսինչ դիրքը, որովհետև այնտեղ վտանգավոր է։ Այդ ժամանակ իրական խաղաղության հասած կարող ենք լինել։ Բնականաբար այդ հասնելու ճանապարհը հետևյալն է, որ հակառակորդը տեսնում է, որ քո վրա ոտնձգություն անելուց կամ կրակելուց, թեկուզ ոտ կրակելու դեպքում դու էլ կարող ես կրակել, իսկ այդտեղից ինքը չի շահի։ Այդ դրա համար արժի ուժեղանալ։ Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի խնդրին կամ այդ ռևանշին կամ Ռուսաստանի ներկայացրած այդ խնդիրներին։ Ռուսաստանը, եթե ուզում էր իր ներկայությունը այս տարածաշրջանում պահեր եւ մնար այս տարածաշրջանում, ինքը որևէ կերպ թույլ չպետք է տար Լաչինի միջանցքի փակումը, որևէ կերպ չպետք է թույլ տար Լեռնային Ղարաբաղի բնակչության բռնի տեղահանումը։ Եթե ինքը տեղում են, որ սիրում են այդ թևը, հողի վրա, այսպես մի հատ բառ է որ ինվեջ է, որ ուղիղ 2 տարի մեր գլուխը սղոցում էին։ Հողի վրա ռուսներն են, հողի վրա ռուսներն են, հողի վրա ռուսներն են։ Այո, այդ հողի վրա ռուսները, երբ որ հողի վրա էին, չկարողացան թույլ չտալ։ Հիմի ոնց են այդ անելու։ Ինչ, միջուկային զենք են կիրառելու Ադրբեջանի վրա։ Ռուսաստանը երբեք Ադրբեջանին չի հակադրվելու, որտեղ ինքը հասկանում է, որ այդ հակադրությունը Թուրքիայի հետ է։ Իսկ Թուրքիայի հետ հակադրությունը այդ Ուկրաինայի հետ հակադրություն չի։ Թուրքիան 1 միլիոնանոց բանակ ունի։ Թուրքիան Ադրբեջանի հետ ռազմավարական փոխօգնության պայմանագիր ունի, որը ստորագրել է Շուշիում։ Կուրբան Բայրամին տեսակ ինչքան մուսուլմաններ Մոսկվայի կենտրոնում, այո, նամազանում։ Ռուսաստանը այսօր այդ առումով ամենամեծ մուսուլմանական երկրներից է դարձել։ Այսինքն Ռուսաստանը նման գործընթացի, որ ինքը հարձակվի Լեռնային Ղարաբաղի վրա, հետո էլ այդ վերցնի տա մեզ, չէ, մենք հարձակվենք։ Մեզ հարձակվելու համար նախ Ռուսաստանը այդ պատերազմի օրերին պիտի Հայաստանին բավարար չափով հրետանային արկեր մատակարարեր, որպեսզի Հայաստանը կարողանար Լեռնային Ղարաբաղում սկսած պատերազմում կարողանար դիմակայել, թույլ չտար, որ ադրբեջանական զորքերը, ասենք 60 կմ/ժ արագությամբ կարողանան առաջ շարժվել։ Ռուսաստանը չպիտի Իսկանդիրները անջատեր կամ Հայաստանի օդային տարածքի պաշտպանությունն անջատեր, որ ադրբեջանական անօդաչուները կարողանային գալ մտնել Աբովյանով պատտվելու հետ գնալ։ Ռուսաստանը այս բաները չի արել, ինչի՞ չի արել, որովհետև նախնական պայմանավորվածություն է ունեցել։ Եվ երևի թե վերջի հարցը, պարոն Սարգսյան, Ալիևով սկսեցինք, Ալիևով ավարտենք ձեր թույլտվությամբ, ըստ Ալիևի վերջին ճառն եմ ասում, Հարավային Կովկասում բաժանարար գծեր ստեղծելու երրորդ կողմերի փորձերը հաջողության չեն ունենա։ Որ երրորդ կողմերն են, մասին է խոսում։ Գիտեք,
Շատ ընդհանրական է այդ ասել, Ալիևը հավանաբար դիվանագիտական դպրոցը, որ անցել է ռուսական դիվանագիտական դպրոցում, սովորեցնում են վերացական բաներ ասել։ Եվրոպայում ինքը կասի, որ դա վերաբերվում է Ռուսաստանին, Ռուսաստանում էլ կասի դա վերաբերվում է Եվրոպային, դա հին ադրբեջանական սովորություն է բնավորության գից, որը նաև գենետիկ առումով եկել է իր հորից, ով մեծ քարերով մատանիներ էր նվիրում Լեոնիդ Իլիչ Բրեժնևին։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Սարգսյան, այդ ակտիվ զրույցի համար։ Մեր հյուրն էր Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Քիչ անց մենք կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր աշխատանքը։